Ուժեղացված հսկողություն Աբովյան քաղաքում ենթադրյալ մարդասպանի տանը։ Իրավապահները իրականացնում են սպանության գործով անցնող Աշոտ Սողրաբյանցի ծնողների անվտանգությունը։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում աղմկարույց սպանությունից անցել է 3 օր, մինչ օրս մարդասպանները չեն հայտնաբերվել։ Հայտնել էին, որ Աբովյան քաղաքում նոյեմբերի 10-ին սպանված 24-ամյա տղան սահմանադրական դատանի դատավոր Արտակ Զելյանյանի հորեղբոր թոռն էր։ Իսկ ինչ էր կատարվել նոյեմբերի 10-ին։ Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զենալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով նա սպանվել էր։ Աբովյանում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդ Սարգիս Զենալյանը հենց քաղաքի բնակիչ էր, 24 տարեկան։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում Հանրապետության օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում, կանգառասրահի մոտ։ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանմամիջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն մինչ օրս վերջիններս հայտնաբերված չեն, իսկ ահա դատարանը որոշել է խափանմամիջոց կիրառել կալանավորումը։ Իսկ ինչու պետք է 24-ամյա երիտասարդին այս աստիճան դաժանությամբ սպանեին։ Սպանված երիտասարդի հարազատներից մեկը Գայանե Զենալյանը հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը ասել էր. ամիսներ առաջ գինու փառատոնի օրը Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին, երբ ամբոխի մեջ մի քանի անձիկ բացահայտորեն հայոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին, եւ նոյեմբերի 10-ին Հանրապետության փողոցում նրան խփեցին մեջքից, որովհետեւ դեմից չէին համարձակվի։ 24-ամյա Սարգիս Զենալյանի սպանության գործով այս պահին իրավապահները փնտրում են Աբովյան քաղաքի բնակիչ Աշոտ Սողրաբյանցին, որը, ինչպես մեզ հայտնի դարձավ, 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։ Մասնավորապես 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ նրան ասել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք եւ տանը չի գիշերելու։ Արդյունքում երեկոյան 23:30-ի սահմաններով գնալով տուն բնականում հանդիպել է իր կնոջը եւ Արթուր Դովլաթյանին։ Նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծոլովի դանակով հարվածներ հասցրել Դովլաթյանին եւ սպանել նրան։ Այս արարքի համար նա ազատազրկման էր դատապարտվել 11 տարով։ Այս որոշումը բողոքարկվել էր Հայաստանի Հանրապետության ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարան, սակայն դատարանները անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եվ ահա տարիներ անց նա հայտնվելով ազատության մեջ երկրորդ անգամ խլեց կյանք։ Այս անգամ 24 տարեկան Սարգիս Զենալյանի կյանքը։ Իրավապահները փնտրում են ենթադրյալ մարդասպանին, իսկ քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։